Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ին ժամը կեսգիշերն անց 10-ից 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը և խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերի նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալության։ Այս և այլ որոշումները կայացվել են կառավարության երեկվա նիստում։ Հայաստանում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով տարիների ընթացքում հանգեցրել է համակարգային մի շարք խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, կառավարության սահմանած կարգով, իսկ վարձատրությունից ստացված վճարները ուղղել պետական բյուջե։ Չենք վճարում դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Վարչապետ գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Նախարար Խուդատյանն ասաց, որ ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձը, մասնավորապես Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը։ Ֆինանսների նախարարի կարծիքով պետք է գույքագրել եւ հասկանալ այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինն է մատուցում, ինչ է արժենում իր համար, որն էլ արդյունավետության բարձրացման որոշում կայացնելու հիմք կդառնա։ ԿԳՄՍ նախարարն էլ նկատեց, որոշման նախագիծը պետք է մանրամասն քննարկել խորհրդարանական քննարկման փուլում, հասկանալու ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը։ Սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Կարծիքներ հայտնեցին նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետ Փաշինյանն ամփոփելով նշեց. պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, պետք է շուկան ակտիվացնել եւ մասնավորի հետ մրցակցել, բայց որոշումը կարևորեց նաև սոցիալ-հոգեբանական տեսանկյունից։ Ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար։ Վարչապետը նկատեց, սա ևս բարեփոխում է, որը պետք է գնա եւ իր խնդրին հանդիպի։ Փաշինյանն անդրադարձավ մարզահամերգային համալիրում օրերս տեղի ունեցած հարսանիքին, որը հանրության շրջանում բուրըն քննարկման թեմա դարձավ։ Վարչապետն ասաց, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում քայքայվում էր եւ կառավարությունը միլիարդներ է ներդրել ու դեռ չի կարողանում կանգնեցնել քայքայման գործընթացը։ Պետք է տնտեսվարությամբ զբաղվել, թե ոչ։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Վարչապետի համոզմամբ մեր եկեղեցիներին, տաճարներին էլ ենք նման կերպ վերաբերվում, երբ չի վերահսկվում անգամ սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։
Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Այս համատեքստում Փաշինյանը նկատեց, եթե հիմա մեկն առաջարկի մարզահամալիրի գլխին խաչ դնել, գաղափարը կողջունվի։ Վարչապետը ԿԳՄՍ նախարարին հորդորեց եկեղեցիների համար եւս սահմանել ստանդարտներ։ Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար էլ մշակվել է նախագծերի փաթեթ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացնելով մանրամասներ նշեց, որ ըստ կարգավորումների երեխաների իրավունքների պաշտպանությունը իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման։ Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Փաշինյանի կարծիքով, ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բռնության ենթամշակույթի վրա։ Ուստի նրա խոսքով պետք է ճշգրտենք մեր պատկերացումները մեր ավանդույթների եւ նահապետականության մասին։ Ըստ վարչապետի լավ է, որ երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կանայք եւս սկսել են աշխատել եւ ձեռք են բերում տուն, ու ընտանիքներն առանցին են ապրում։ Նրա համոզմամբ մարդկանց պետք է թողնել ազատ իրենց ընտրությամբ։ Հաջորդ նախագծով էլ կավելացվի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Նրանց համար լրացուցիչ եւս 2 օր արձակուրդ կսահմանվի զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Ինչպես նաեւ 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնականի ձեռբերման իրավունք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Տիգրան Ուվակիմյան, Հորիզոն։ Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Հիշեցնեմ, սա այդ 3 երկրների առաջնորդների երկրորդ գագաթնաժողովն է, առաջինը տեղի ունեցել Արցախում պատերազմից հետո, երկրորդը կայացավ Պակիստանի ու Հնդկաստանի միջև պատերազմից հետո, եւ դա այդ միջոցառմանը հատուկ այսպես երանգ է տալիս այդ հանգամանքը։ Եվ նաեւ պատահական չէ այն, որ այդ գագաթնաժողովը անց է կացվում Ադրբեջանի անկախության օրը, եւ այդ 3 երկրների ղեկավարները մասնակցել են Բերձորում բացված օդանավակայանի այդ պաշտոնական բացման արարողությանը։ Իսկ երեկոյան համերգից առաջ կարևոր հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես ուշագրավ է Պակիստանի ղեկավար Մոհամմադ Շահբազ Շարիֆի հայտարարությունը, որը կարծում եմ արժի մեջ բերել։ Մեր 3 երկրները համախմբվել են մեկ ընտանիքի պես։ Երբ Ադրբեջանը Հայաստանի հարձակման ենթարկվեց, Թուրքիան եւ Պակիստանը ժայռի պես կանգնեցին Ադրբեջանի կողքին։ Իսկ երբ Պակիստանը ենթարկվեց Հնդկաստանի հարձակմանը, իմ հարազատ եղբայրներ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ու Իլհամ Ալիևը առանց հապաղելու աջակցեցին մեզ։ Ըստ առաջին անգամ Պակիստանի առաջին դեմքերի շուրթերից հնչում է շատ հստակ հայտարարություն այն մասին, որ Պակիստանը Արցախյան պատերազմի ժամանակ բաց աջակցել է Ադրբեջանին։ Եվ սա հակասում է մինչ այդ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին այն մասին, որ
այդ պատերազմում Ադրբեջանը ինքնուրույն է գործել եւ ինքնուրույն է հաղթել հակառակորդին։ Այդ իր հայտարարությունը անգամ Թուրքիայում շատերի դուրը չէր եկել եւ Թուրքիայի արտգործնախարարությունը ստիպված է եղել հիշեցնել Իլհամ Ալիևին, թե ում աջակցության շնորհիվ է իրեն հաջողվել հաղթել այս պատերազմում։ Բայց այս անգամ Իլհամ Ալիևը ինքն է հաստատել, որ Արցախյան պատերազմի ժամանակ վայելել է Պակիստանի աջակցությունը։ Մեջբերեմ նրա խոսքերը 44-օրյա Ղարաբաղի պատերազմի ժամանակ մեզ աջակցեցին Թուրքիան ու Պակիստանը։ Այդ երկրների աջակցությունը բոլորովին նոր իրականություն ստեղծեց միջազգային մասշտաբով։ Մեր ուժը միասնության մեջ է։ Ի վերջո ժամանակն է, որ Իլհամ Ալիևը կողմնորոշվի ինքնուրույն է պատերազմին մասնակցել, թե այնուամենայնիվ Պակիստանի եւ Թուրքիայի աջակցությամբ է իրեն հաջողվել պատերազմում հաղթել։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը Շարիֆը եւ Ալիևը հաստատել են ըստ էության, որ Ադրբեջանը Հնդկաստանի դեմ վարած պատերազմում ըստ էության կողմ է հանդիսացել, քանի որ բաց տեքստով աջակցություն է ցուցաբերել Պակիստանին։ Ալիևը ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը, մենք առաջին իսկ օրից բաց ձևով աջակցել ենք Պակիստանին։ Ըստ էության Ալիևը հաստատում է, որ Հնդկաստանը իր թշնամի հակառակորդ պետություն է եւ կարծում եմ Նյու Դելիում դա գիտակցում են եւ վաղուց արդեն համենայն դեպս այս հայտարարությունից հետո հիմք ունեն դասելու Ադրբեջանը Հնդկաստանի հակառակորդ թշնամի պետությունների շարքին։ Արծեմ, իսկ ինչ որ կարևոր մեսիջներ հնչեցվել են այդ գագաթնաժողովում։ Այո, Ալիևը կրկին օգտվել է հնարավորությունից Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ հայտարարելու, որ Սյունիքը ժամանակին իբրև թե առանձնացվել է Ադրբեջանից եւ նվիրաբերվել է Հայաստանին, եւ այն, որ իր այդ հայտարարությունը նա անում է Պակիստանի եւ Թուրքիայի ղեկավարների ներկայությամբ, ավելին այն հայտարարությունից հետո, որ Պակիստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը բոլոր հարցերում այսուհետ եւս միասնական են լինելու, դա նոր երանգ է տալիս իր այդ խոսքերին։ Ըստ էության դա կարելի է նաև որպես սպառնալիք ընդունել եւ մեկնաբանել որպես ակնարկային մասին, որ եթե հավակնությունները առարկայական դառնան, Պակիստանը եւ Թուրքիան նույնպես Ադրբեջանին աջակցելու են։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն Մուհամմադ Շարիֆի Էրդողանը եւ Ալիևը հայտարարել են, որ այդ երեք երկրների համագործակցությունը առաջին հերթին ծավալվում է ռազմական ոլորտում։ Պակիստանի ղեկավարը այդ մասին չի արտահայտվել։ Էրդողանը նույնպես ակնարկել է, որ այդ երեք երկրների թշնամիները պետք է գիտակցեն, թե ում հետ գործ ունեն, քանի որ այդ երեք երկրների միասնական, այսպես բնակչությունը ավելի քան 300 միլիոն մարդ է եւ որ երկրների միասնական հնան ավելի քան 1 տրիլիոն դոլարի է հասնում։ Արծում, Ալիևն ամեն բան անում է, որպեսզի վայելի միջուկային գերտերության աջակցությունը։ Իսկ Պակիստանի տեսանկյունից ինչով է հետաքրքիր շահեկան Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Իրականում Ադրբեջանը Պակիստանի համար առանձին վերցված հետաքրքրություն չի կարող ներկայացնել, որտեղ պարզապես շատ տարբեր քաշային կատեգորիաներում են, հա, բավական է նշել, որ Ադրբեջանի բնակչությունը մոտ 30 անգամ ավելի քիչ է, քան Պակիստանի բնակչությունը, Պակիստանը միջուկային գերտերություն է, Ադրբեջանը այսպես նոր է իր հավակնությունները այդ իմաստով ձևավորում, ուստի Ադրբեջանը փորձում է ներքաշել Պակիստանին համագործակցության մեջ հենց այդ եռակողմ ձևաչափով, քանի որ Թուրքիան այնուամենայնիվ Պակիստանի համար կարևոր գործընկեր է։ Դե Հնդկաստանում այդ ամենը, ինչպես ասացի, նկատում են, գնահատում են եւ կարծում եմ տրամաբանական կլիներ, եթե Նյու Դելիի պատասխանը կլիներ նոր եռակողմ ձևաչափի համագործակցություններ ձևավորելը, հա։ Օրինակ ժամանակին այսպես հիմք էր ստեղծվում Հնդկաստան-Իրան-Հայաստան ձևաչափի համագործակցության, Հնդկաստան-Հունաստան Հայաստան, Հնդկաստան-Ֆրանսիա-Հայաստան։ Իդեպ դրա համար կոնկրետ ինչ-որ որոշակի քայլեր ժամանակին արվել են։ 23 թվականի ապրիլին Երևանում գումարվել էր Հայաստան-Իրան-Հնդկաստան արտգործնախարարների գագաթնաժողով, իսկ անցած տարի Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ տրամաբանական կլինի, եթե ձևավորվի քառակողմ համագործակցության ձևաչափ Հայաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Հունաստան։ Բայց առայժմ դա խոսքեր են եւ գործնականի առայժմ կարծես
կարծես Հնդկաստանում պատրաստ չեն անցնել, բայց տրամաբանական կլինի, եթե արդեն խոսքերից գործի անցնեն Հնդկաստանում։ Շնորհակալություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայ է գտնվել Յուվենտուս հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական Յուվենտուս ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն եւ Յուվենտուսի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական։ Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները եւ UEFA-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը։ Այսքանն էինք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։